ստացանք երեք, երբ քննարկվում էր գազի գնի հարցը։ Ինչ անեմ։ Այսպես լսվում է։ Հա։ Ուրեմն մենք երեք փաստորեն վերջապես պարզեցինք մի սենսացիոն տեղեկություն։ Պարզվում է, որ գների այդ հանձնաժողովը Ռոբերտ Նազարյանի ղեկավարած մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտը եւ այդ փաթեթում փաստաթղթերի հղում կա եւ կցված է պայմանագիր, ըստ որի գազի նոր գինը, այդ այսինքն գործարքի մասին այդ տեղեկությունը, գազի նոր գնով, ուրեմն նոր սակագնով գնելու այդ համաձայնագիրը ուժի մեջ է ապրիլի 1-ից սկսած։ Իհարկե հանձնաժողովը պնդում է, որ դրա մասին իմացել է միայն մայիսի 13-ին, բայց մի բան ակնհայտ է, եթե նոր պայմանագիրը գործում է ապրիլի 1-ից, ուրեմն առնվազն 1 օր առաջ կամ 1 ամիս առաջ այդ պայմանագիրը կնքվել է։ Այո, այսինքն գազի գնման պայմանագիրը նոր գներով կնքվել էր մինչև ապրիլի 1-ը։ Ոչ, սպառողի մասին չի։ Խոսքը այն մասին է, թե ինչ գնով է Հայաստանի կառավարությունը սահմանում առնում գազը։ Ահա, եթե ապրիլի 1-ին արդեն գործում էր նոր գին եւ կա պաշտոնական պայմանագիր, որը մուտքագրված է մայիսի 13-ին Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնաժողով, դա նշանակում է, որ առնվազն ապրիլի 1-ից առաջ արդեն ստորագրված էր այդ պայմանագիրը։ Իսկ դա նշանակում է մի բան, որ մեր իշխանությունները, մեր կառավարությունը ստորագրել է պայմանագիր գազի գնման նոր գնի մասին, բայց դրա մասին տեղյակ չի պահել մեր հասարակությանը։ Դա մենք գիտենք առնվազն մինչև ապրիլի 1-ը։ Ակնհայտ է գոնե մեկ բան, որ այդ ինֆորմացիան հայ ժողովրդից, հասարակությունից թաքցրել են, առնվազն, ասում եմ, ապրիլի 1-ից սկսած։ Ինչու են այդպես արել։ Ուզում եմ հիշեցնեմ, որ տեղի ունեցան Երևանի ավականու ընտրությունները մայիսի 5-ին։ Այսինքն այդ նախընտրական շրջանում ավականու ընտրություններին այդ ինֆորմացիան թաքցրել են։ Պարզ է ինչի համար են դա արել։ Բայց հիմա արդեն մենք սկսում ենք կասկածել, որ իրականում, եւ ես վստահ եմ նոր փաստեր կգտնենք, որ այդ ինֆորմացիան հասու է եղել մեր կառավարությանը նախագահական ընտրություններից առաջ։ Ես խնդրում եմ, ով որ չի հետաքրքրվում այս տեղեկություններով, ուղղակի չխանգարել մյուսներին։ Հիմա ես ավարտեմ նոր։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ հոկտեմբերի 24-ին ես հարց ու պատասխանի ժամանակ, ազգային ժողովում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ հրապարակեցի մի տեղեկություն, որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել 20% Հայ-Ռուսգազարդի իր բաժնեմասը 63 միլիարդ դրամով վաճառելու համար, որ կարողանա մինչև ապրիլի 1-ը պահի այս նույն գինը, $180 գինը պահի։ Այն ժամանակ, եթե հիշում եք, կառավարությունը ըստ էության խուսափեց պատասխանից, հիմա ես ասում եմ, այդ տեղեկությունը 100% տեղեկություն է, նրանք այդպիսի որոշում ընդունել էին, որ 20%-ը վաճառեն։ Սակայն մեր բարձրացած աղմուկից հետո նրանք վերանայել են այդ որոշումը եւ
վճարել են ռուսներին այլ միջոցով, այսինքն փաստորեն այն հանգամանքը, որ գազի գնի բարձրացումը տեղի ունեցել 180-ից ոչ թե մինչև 240, այլ մինչև 270, այսինքն $30 ավլիթան, դա հենց այն կոմպենսացիան է ռուսական կողմին, որով փաստորեն նրանք ծածկեցին նույն այն վճարումները, որոնք պետք է արվեին 20%-անոց բաժնեմասի միջոցով։ Եթե հիշում եք, կարող եք արձանագրությունները բացել, ես այնտեղ անցած աշնանը, հոկտեմբերի 24-ին, նորից ասել եմ մինչև ապրիլի 1-ը։ Այսինքն, իրականում շատ լուրջ հիմքեր կան հայտարարելու, որ այդ գործարքը դեռ ապրիլի դեռ հոկտեմբերի 24-ին արդեն կնքված էր։ Առնվազն կար պայմանավորվածություն ռուսական կողմի հետ։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները սեփական հասարակությունից գազի գնի վերաբերյալ ինֆորմացիան թաքցրել են նախագահական ընտրությունների վրա բացասական ազդեցություն կանխելու նպատակով։ Սա մախինացիա է, որի համար նրանք պետք է պատասխան տան։ Եվ ես վստահ եմ, մենք դեռևս կունենանք հնարավորություն ավելի լուրջ ապացույցներ ձեռք բերելու այդ ուղղությամբ։ Եվ եթե այդպես է, ուրեմն ասում եմ, բոլոր հիմքերը կան համարելու, բացի իհարկե այն ապացույցներից, որ մենք արդեն բերել ենք այդ նախագահական ընտրությունների եւ ավականու ընտրությունների կեղծված լինելու մասին, բոլորը հիմքերը կան փաստորեն հայտարարելու, որ Հայաստանի իշխանությունները հասարակական կարծիքը մանիպուլյացիայի են ենթարկել, թաքցրել են հասարակությունից ինֆորմացիա եւ բոլոր հիմքերը կան համարել, որ նախագահական եւ ավականու ընտրությունները պետք է իսկապես նորից անցկացվեն Հայաստանում, որովհետև դրանով նրանք ըստ էության կեղծիքի միջոցով, այո, կեղծել են հասարակական, ուրեմն կարծիքի մանիպուլյացիայի միջոցով կեղծել են նախագահական ընտրությունները եւ Երևանի ավականու ընտրությունները։ Մենք այս հարցերին դեռ կանդրադառնանք, հիմա ես ուզում եմ ֆիքսեմ հետեւյալը, որ շատ կոնկրետ փաստ կա, որ իշխանությունները փաստորեն մեզանից առնվազն թաքցրել են ինֆորմացիան գազի նոր գնի մասին եւ ապրիլի 1-ին մենք արդեն դրա մասին պիտի իմանայինք, բայց իմանում ենք դրա մասին մայիսի 13-ին։ Սա մեկ, ես հետո կպատասխանեմ ձեր հարցերի, եթե անհրաժեշտ է։ Երկրորդ հանգամանքը, որ ես կուզեի ներկայացնել, հետևյալն է։ Ես ուզում եմ գոհունակությամբ արձանագրեմ, որ ազգային ժողովում լուրջ փոփոխություններ կան, այլևս դուք տեսաք վերջին քառօրյան դրա ապացույցներ, շատ